Պարոն Հարությունյան, կխնդրեմ ներկայացնեք իրավաբանական խորհրդատվական խումբ ընկերության մասին, երբ է հիմնադրվել, ինչ գործունեություն է ծավալում։ Մեր ընկերությունը հիմնադրվել է 2012 թվականին, ծառայություններ է մատուցում իրավաբանության ոլորտում, ծառայությունների շարքը բավականին ընդգրկուն է, իր մեջ ներառում է քաղաքացիական, քրեական, աշխատանքային իրավունքի ճյուղերը, նաև ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործընթացները։ Ձեր ընկերությունը, ինչպես նշեցիք, բազմաթիվ ճյուղերով է մասնագիտացված, դրանցից ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման ինստիտուտը համեմատաբար նոր է մեր երկրում, այս գործերով ինչ առանձնահատկություններ կան։ Այդ ոլորտում առանձնահատկությունները շատ են, պայմանավորված հենց ձեր նշած նոր ձևավորված լինելու հանգամանքի հետ։ Ըստ էության ամենաառաջին դատական գործերից սկսած առիթ ունեցել ենք ներգրաված լինելու եւ իրավասու մարմնի մոտեցումներն են փոխվել եւ բնականաբար նաեւ որոշակի փորձ եւ հմտություններ ձեռք են բերել փաստաբանները, նաեւ գործեր քննող դատավորները։ Իրականում ցավով պետք է արձանագրեմ, բայց եթե նույնիսկ համեմատում ենք սկզբնական անորոշության հետ, որ բոլորի մոտ կար, այս բանին ունենք որոշակիորեն վատթարացում իրավիճակի, դա կփաստեն իմ բոլոր գործընկեր փաստաբանները, քանի որ դատախազության մոտեցումները կարծեք ավելի կոպիտ, կոշտ ու ոչ քննարկման ենթակա ֆոն են ստացել։ Դուք հանդիսանում եք նաև դատավորների ընդհանուր ժողովի, էթիկայի եւ կարգապահական հարցերի հանձնաժողովի ոչ դատավոր անդամ։ Կխնդրեմ ներկայացնեք, թե այս փորձը ինչպես է ձեզ օգնում աշխատանքային մյուս ոլորտներում։ Անկեղծ որ ասեմ, հակառակ տրամաբանությունը հենց փաստաբանի աշխատանքն է ինձ օգնում էթիկայի հանձնաժողովի ոչ դատավոր անդամի կարգավիճակում առավել բարենպաստ ու առավել օբյեկտիվ գտնվելու հարցում, քանի որ շատ խնդիրներ, որոնք առերևույթ շատերի համար կարող են թվալ որպես կարգապահական խախտման հատկանիշ պարունակող արարք դատավորի կողմից, իրականում փաստաբանական գործունեության ընթացքում մեր ձեռք բերած որոշակի գիտելիքները, հմտությունները, նաև իմ նախկին դատական ծառայող հանդիսանալու հանգամանքը շատ հաճախ այլ պատկեր է ցույց տալիս, որ կան խնդիրներ, որոնք օբյեկտիվ են, կան խնդիրներ, որոնք սուբյեկտիվ են։ Շատ կարևոր է տարանջատել օբյեկտիվ եւ սուբյեկտիվ խնդիրները։ Օրինակ շատ լայն տարածում ունի դատական ակտերի ուղարկման, ստացման հետ կապված ժամկետային բավականին մեծ խզումները կայացման օրից սկսած, որոնք իրականում առավել շատ պայմանավորված են օբյեկտիվ գործոններով, որովհետեւ բոլորի համար պարզ է, որ դատական համակարգը այսօր գերծանրաբեռնված է։ Դրանով պայմանավորված կպնդեմ, որ փաստաբան լինելը առավել նպաստում է հանձնաժողովում աշխատանքին իմ մասով։ Պարոն Հարությունյան, ներկայումս նաև փոփոխություններ են նախատեսվում դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի եւ կարգապահական հանձնաժողովի ոչ դատավոր անդամների ընտրության չափանիշներում, որոնց ընդունման պարագայում հետադարձ ուժի կիրառման ոչ թե բարելավող, այլ խստացնող իրավակարգավորումներ են նախատեսվում։ Խնդրում ենք մանրամասնել լավ այս փոփոխությունները։ Ճիշտ նկատեցիք, դատական օրենսգրքում նախատեսվում են որոշակի փոփոխություններ կապված էթիկայի եւ կարգապահական գործերով հանձնաժողովի կառուցվածքի, անդամների քանակի մասով, ինչպես նաեւ բանավոր քննարկման ժամանակ հնչած այդ սահմանափակող նորմերի հետադարձություն տալու մասով։ Ուրեմն տեսեք, իրականում դատավորների ոչ դատավոր անդամների թիվը նախատեսում են 2-ից դարձնել 5, որի հիմնավորում որպես փորձում են ներկայացնել դատավորների կորպորատիվիզմի դրսևորման դեմն առնել, խթան հանդիսանալ, որ ոչ դատավոր անդամները շատանան, դրանով փորձեն իբր որոշակի հավասարակշռություն ապահովել դատավոր եւ ոչ դատավոր անդամների միջեւ, բայց ամեն դեպքում Վենետիկյան հանձնաժողովը մի շարք բանաձևերով հստակ ամրագրել է, որ չի կարող որևէ փոփոխություն անկախ նրանից ինչ նպատակի է դա ծառայում, բերի դատավորների անկախության սկզբունքի խախտման։ Նոր նախատեսվող փոփոխությամբ, օրինակ, որպես շեմ դատավորի նկատմամբ վարույթ հարուցելու սահմանել են 4 ձայն, այնինչ 5 հոգի լինելու է միայն ոչ դատավոր անդամ։ Ու դա միանշանակորեն կարող են վստահեցնել, հանգեցնելու է նրան, որ օրինակ որևէ անձով սոցիալական հարթակներում որոշակի հետևորդներ ունի, գրելու է ամենած ստատուս Facebook-ում ու դրա հիման վրա 4 հոգի վարույթ է հարուցելու։ Իսկ դատավորները ստիպված իրանց բուն առաքելությունը պետք է մի կողմ դնեն, սկսեն բացատրություններ ներկայացնել,
կարգապահական վարույթների շուրջ, ինչը էականորեն անկախության վրա ազդելու է դատավորների։ Ոչ դատավոր անդամները փոխհատուցում են ստանում ու հիմա ընտրված լինելով այն պայմաններում, որտեղ համապատասխան սահմանափակումները չկար, հիմա ստիպված են լինելու բախվել մի իրավիճակի, որ ընտրեն կամ արտոնագիր կամ հանձնաժողովի աշխատանք, ինչը իրենց զրկելու է իրենց լեգիտիմ ակնկալիքից այդ 4 տարվա ընթացքում փոխհատուցում ստանալու։ Միաժամանակ դա նաև ակնհայտ է, որ ուղղակի միջամտություն է դատավորների ընտրությանը։ Իրանք եկել են, քվեարկել են, վստահության քվե են տվել որոշակի անձի ու հիմա օրենքի ուժով փորձում են այդ հարցին այլ լուծում տալ։ Որպես սահմանադրական իրավունքի պաշտպանությամբ զբաղվող փաստաբան, ինչպես է գնահատում Հայաստանում մարդու հիմնարար իրավունքների պաշտպանությունը եւ այս տեսանկյունից որ իրավունքներն են հատկապես խոցելի։ Իրավունքների պաշտպանության մակարդակը ցածր եմ գնահատում, հատկապես առավել անկեղծորեն կարող եմ ասել, որ վերջին տարիներին նահանջ է ապրել։ Դա նույնիսկ դրսևորվում է նույն մեր փաստաբանների իրավունքների պաշտպանության հարցին։ Հաճախ կհիշեք, հանդիպում ենք դեպքեր, երբ հետապնդման են ենթարկվում փաստաբաններ, այդ թվում ոստիկանության տարբեր բաժանմունքում տարբեր պատմությունների մեջ են ընկնում եւ եթե մենք ընդունենք, որ այդ խախտումները դրսևորվում են նույնիսկ փաստաբանների մոտ, ովքեր իրավունքի ոլորտի մեջ առավել մասնագիտացված են, կարանք պատկերացում կազմել, թե ոչ իրավաբան անձանց մոտ իրավունքի խախտումները ինչ մակարդակ կարող են ունենալ։ Իսկ ինչպիսին է ձեր թիմի կազմը եւ ինչպես է կազմակերպում իրավական խորհրդատվությունները, ինչ որ հատուկ սկզբունքներ կան, որ ձեր թիմում գործում են։ Մեր ընկերության կազմը համալրված է տարբեր ոլորտի մասնագետներով, ովքեր նախկինում որոշակի մասնագիտական ստաժ անցել են, աշխատանք ունեն մասնագիտական տարբեր պետական մարմիններում, աշխատանքի կազմակերպումը փորձում ենք իրականացնել հետևյալ մեխանիզմով, երբ դիմում են որևէ հարցով, առնվազն 2 հոգի ներգրավում է այդ հարցի լուծմամբ, դա ոչ թե մեկը մյուսին վերահսկելու խնդիր է դրանով ապահովում, այլ դրանով փորձում ենք ապահովել, որ երկուսը միմյանց լրացնելով հետևեն եւ դատավարական ժամկետներին եւ այն գործողությունների ծավալին, որ պետք է կատարվի այդ գործով։ Կարող եք կիսվել ձեր գործունեության հաջողության պատմություններով, մեկ կամ մի քանի, որոնք ձեզ համար կարևոր են եւ աշխատանքային եւ մարդկային առումով։ Մեկ գործ կմտաբերեմ, ուրեմն պրակտիկայիս ընթացքում ունեցել եմ գործ, որի շուրջ դատական վեճերը շարունակվել են 10 եւ ավելի տարիներ։ Ընկերությունը, ով հայտնվել էր նման իրավիճակում, ոչ միայն վաղուց սնանկ էր ճանաչված, այլ նաև լուծարային գործընթաց էր սկսվել, բայց այդ գործով կարողացանք հասնել նրան, որ ընկերությունը բավականին խոշոր գումար ստացավ բանկերից մեկից, ի վիճակի եղավ ոչ միայն ապահովելու իր պարտավորությունները տարբեր ընկերությունների ու անձանց հանդեպ, այլ նաև ամբողջությամբ վերադարձավ բնականon հուն, ֆինանսապես առողջացավ եւ այսօր շարունակում է բավական հաջող գործունեություն ծավալել։ Իսկ ձեր ընկերությունը արդյոք մատուցում է անվճար իրավաբանական խորհրդատվություն եւ ծառայություններ։ Ինչպես կհիշեք, անվճար ծառայությունների մատուցումը օրենքի մակարդակով արգելվեց փաստաբանական գրասենյակներին, բայց ունենք գործեր, որոնք անվճար հիվունքներով սպասարկում ենք մինչև օրենքի փոփոխության ժամանակ ստանձնած գործերով, բացի այդ որոշակի անձ փաստաբան կարգավիճակով խորհրդատվություններ անվճար բնականաբար մատուցում ենք։ Որպես ոլորտի ներկայացուցիչ, ձեր դիտարկմամբ որոնք են փաստաբանական ծառայությունների ոլորտում առկա հիմնական խնդիրները եւ բացերը եւ ինչ պիտի արվի այս ոլորտը ավելի բարելավելու համար։ Փաստաբանական ոլորտի համար որպես մեծ խնդրահարույց հարց կուզենամ առանձնահատուկ առանձնացնել մեր հարկային ռեժիմի հետ կապված խնդիրը, որը մեծ բաց է փաստաբանության համար, քանի որ փաստաբանական ծառայությունների դիմաց ստացած գումարների մասով եւ ավելացված արժեքի հարկի ռեժիմի ներդրումը եւ շահութահարկի բարձրացումը էականորեն բացասական ազդեցություն ու հետևանք է ունեցել ծառայություններ մատուցող ընկերությունների մոտ։ Նաեւ շատ կարեւոր կլինի հասնել մի այնպիսի մակարդակի, որ պետական մարմինները ինչպես նախկինում էր, առավել հաշվի նստեն եւ հարգեն փաստաբանության ինստիտուտը, որը վերջին տարիներին ցավոք կրկին նահանջ է ունեցել։ Ինչ բարեփոխումներ են անհրաժեշտ դատական համակարգում ապահովելու համար արդար դատաքննությունը։ Նախ միջազգային փորձը ուսումնասիրելով կարող ենք պնդել, որ Հայաստանի բնակչության քանակին համահունչ դատավորների կազմ չունենք։ Դատավորները շատ քիչ են համեմատած այլ երկրների բնակիչների խմբին հասնող
դատավորների քանակի համեմատ, անհրաժեշտ է նախ եւ առաջ դատավորների թիվը ավելացնել, որպեսզի համակարգը առավել գործուն եւ առավել արդյունավետ անդրադառնա առկա գործերին։ Անհրաժեշտ է դատավորների աշխատավարձը բարձրացնել եւ սոցիալական երաշխիքները բարձրացնել։ Օրինակ, ես միշտ մտածել եմ, ինչպես այլ երկրներում է, ցանկացած իրավաբանի համար պետք է դատավորի պաշտոնին հասնելը լինի ոնց որ իր մասնագիտության վերելքը, բայց մեր երկրում, մեր պետությունում ցավոք չկա այնպիսի երաշխիքներ, որը կարա շարժառիթ հանդիսանա, որպեսզի նույն մեր փաստաբանները կամ այլ իրավաբանները նպատակ դնեն փորձեն հասնել դատավորի պաշտոնի։ Շնորհակալություն։